եկեղեցու սյուներ, մենք ծնողներս պետք է նրանց բերենք Տիրոջը, ամեն, ովքեր են եկել այսօր ախորժակով ուտելու թարմ մանանա, այն խոսքը, որ Տերը պատրաստել է իր եկեղեցու համար, այդ խոսքը հենց թարմ մանանան է, գիտեք, Արմանը զանգեց ինձ, որ ուր ես, դեռ չկաս, ասացի, Սուրբ Հոգու հետ պտտում եմ եկեղեցու շուրջը, աղոթք եմ անում։ Եվ երբ որ աղոթքի մեջ էի, Սուրբ Հոգին այնքան գեղեցիկ ինձ հայտնություններ ու խոսքեր էր տալի, որոնցից մեկը կուզեմ հիմա ձեր հետ խոսել, որ երբ որ աղոթում էի, Տերը ասաց, Հովհաննես 1:1 համարներ ասում ինձ, սկզբում էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը ինքը հենց Աստված էր, եւ խոսք տվեց ինձ ասելու, այսօր, խոսքը ման է գալիս մարմին, որ հագնի, գիտեք Հիսուսը Աստված էր, նա մարմին հագավ, նա Աստված էր, բայց նա մարմին հագավ երկրի վրա, որպեսզի կարողանա լույս եւ աղ գա եւ խոսքը, ապաշխարությունը, փրկությունը գործ անի, այսօր մենք յուրաքանչյուրս, եթե մենք չմեռնենք, այդ խոսքը մեր մարմինները չի հագնի, եթե մեր եսը դեռ մեր մեջ բնակվում է, խոսքը, որը Քրիստոսն է, Սուրբ Հոգին է, Աստվածն է, չի կարող հագնի մեր մարմինները, այն մարմնի մեջ, որ դեռ բնակվում է իր եսը, ինքը, եթե Սիլվինա բնակվում ես մարմնի մեջ, Հիսուս չի կարող բնակվի, դի Սիլվին մեռնի, Հիսուս ես մարմինը հագնի, եւ երբ որ Հիսուս ես մարմինը հագնի, այն ժամանակ աշխարհը լույսը կտեսնի, որովհետեւ այն չի, որ Հիսուս ասաց գնացեք լույս տվեք, դա մեր լույսի մասին էր խոսքը, նա խոսում էր իրեն տեսնեն ժողովուրդը, եւ եթե ես հոգեվոր եմ խոսում, ուշադիր լսեք, մեր եսը չմեռնի մեր մեջ, Հիսուսը խոսքը չի կարող բնակվել մեր մեջ, այն չի կարող շոշափելի գործ դառնալ մեր կյանքերում, կարող է եկեղեցին ասել այո եւ ամեն, եկեղեցի պատրաստ եք գնանք փառքից փառք, զորությունից զորություն, թույլ տվեք թող այսօրվա խոսքը սպանի ձեր եսը, եթե մեր եսը մեռնի, մենք կեթանք փառքից փառք եւ զորությունից զորություն, եւ այս ամենի մեջ մեր եսը այն ժամանակ կզգանք, որ մեռնում է, երբ որ մենք ժողովուրդս ուշադիր լսեք, խոնար հեզությամբ ապրենք մեր հոգևոր կյանքը, հասարակ բան, քրոջը քուրերին խնդրել էի, որ ամեն կիրակի ծառայությունից առաջ այս տարածքը եկեք, աղոթեք, մաքրեք, սրբեք, պատրաստեք, մինչև իմ վերև հելնելը, որտև ես էլ այնտեղ ձեր համար եմ պատրաստում ու աղոթում, եւ հետաքրքիր է իմ մեջ այնքան գեղեցիկ առաջինը որ մտա այդա քրոջս դես այստեղ ծնկերի վրա աղոթելիս գիտեք իմ համար դա ինչ է մնացածն են աղոթում անկասկած բայց սա խոնարհության մի հատ քայլ որ հենց այս տարածքը որտեղ որ խնդրել էի պարզապես խոնարհվել է պետք Աստծո մարդը երբ որ ասաց գնա եւ այդ հորդանան ցեխոտ գետում Սկի հելի եւ կբժշկվես լիքը գետեր կար կարող էր գնալ տարբեր գետեր բայց չէ այդպես էր Աստծո մարդը պատվիրել որտեվ խոսք էր առել երկնքից որ սա մի հատ խոնարհության քայլ է պետք է արվի այսօր երբ որ բաներ ենք ասում հովիվներս մենք է կարող ենք այնտեղ ոտը ոտին գցած աղոթ կանել դա չի խնդիրը պարզապես խոնարհվել ծառայի տված խոսքին են ինչ որ երկնքից ինքը առել է Սրանք մանրուկներ են, որ միգուցե, գիտեք, նայեք ու ասեք, լավ էլի, ես էստեղ եմ աղոթում, կապ չունի, Տերը ոնց է պատվիրել, ոնց է մեզ առաջնորդել անենք դա է կարևորը, և ես խնդրելու եմ եկեղեցուն մեկ կարևոր բան, Տերը ինչ խոսք, որ տալիս է, ոնց տալիս է, մի դասավորեք ձեր հարմարությանը նոր արեք, որտև չի ստացվելու ձեր կյանքում, ոչ մի բան, որտև դուք ձեր ձևով եք անելու բաներ, արեք այնպես, ինչպես Տերը կպատվիրի ձեզ, հա? Քրոջս ասել է առավոտյան ժամը 5-ին արթնացիր, գնային տարածք որտեղ ես եմ ու մտիր աղոթքի քո հետ խոսալիք ունեմ, եթե ինքը ընդեղ գնա 5-5 րոպե ինքը Աստծուն չի հանդիպել,
որտեղ Աստված ժամ ա տվել, վայր ա տվել, իր կամքով պետք է մենք շարժվենք։ Հիշեք ժողովուրդ, մեր կամքը չի, մեր հարմարավետությունը չի, որ մենք փնտրելու ենք։ Մենք պետք է շարժվենք մեր տեղից ու մեր հարմարավետությունը թողենք փչանա, որ Տիրոջ կամքը կատարենք եւ Տիրոջով էլ օրհնվենք, որտեղ Տիրոջ հնազանդներն են ժառանգում օրհնությունը։ Եթե դու ծառա ես ընդունել մեզ, որ մենք քո ծառան ենք, այո, ծառայողն ենք եկեղեցու, քո ոտ լվացողն ենք, քո առաջնորդն ենք, քո հովիվն ենք, հարգիր խոսքը հովիվիդ։ Եվ ես քեզ խոստանում եմ, մենք սրա մեջ կապ չունենք, դու Աստված ես, դու ես օրհնվելու, դու ես պտուղը ժառանգելու, դու ես քաղելու այն ինչ սերմում ես։ Փառքը Հիսուսին։ Այսօր խոսելու եմ վերջի օրերի մարդկանց առանձնահատկությունների մասին, որը գրված է 2 Տիմոթեոս 3:1 համարից։ Ներառյալ ասում է ինքնասեր, սա խոսում է իգո, եսը, ինքնասիրահարված մարդկանց մասին է խոսքը։ Տեսել եք մարդիկ, որ ինքը իր վրա սիրահարված է։ Սա խոսում է դրա մասին։ Ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, հանդուգն, ասում է ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անհաշտ, բանսարկու, այսինքն բամբասող, անժուշկալ, դաժան, անբարեսեր, այսինքն չարը սիրող, բարին ատող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե Աստվածասեր։ Ցանկասերն է սա մարմնի սխալ ցանկությունների հակում ունեցող, որ դրան է միշտ տեղ տալիս։ Այս հատվածի մեջ մենք հանդիպում ենք 5 տեսակ սիրո։ Եթե նկատեցիք այդ անունները, որ տվեցի, հենց այդ մասին եմ այսօր խոսելու, որոնցից միայն մեկն է, որ իրական սեր է։ Մնացած սերերը, երբ որ ընթերցենք, հիմա իրար հետ միասին քննենք, էգոիստ սերեր են, այսինքն Աստծունը չեն, ուշադիր լսեք։ Ինքնասեր, սեր կա չէ վերջում, ինքնասեր, արծաթասեր, այսինքն գումար, հարստություն սիրող, անբարեսեր, այսինքն բարին չսիրող, անբարեսեր, այսինքն չարը սիրող, ցանկասեր, այսինքն քո չար ցանկությունները սիրող, պիղծեր, պղծություն սիրող, ցանկանալ։ Այս սերերը Աստծո ժողովուրդ ջան, ապականված, անմաքուր, եղծանված սերեր են։ Միակ ճշմարիտ սերը, որ այս 5 սերերի մեջ մենք տեսնում ենք, Աստվածասեր լինելն է։ Աստվածասեր։ Այս հատվածը եւ աշխարհի մարդկանց եւ մարմնավոր հավատացյալների մասին է։ Եկեղեցի են այցելում, խոսքը գիտեն, քարոզները լսում են, աղոթքների մեջ կան, բայց հոգու զորությունը չկա, որ իրենց եսի դեմ պայքարեն, իրենց դեմ պատերազմ ու պայքար անեն։ Իրանք հարմարվել են, ոնց կան, այտենց մնան, կարևոր է տեսանելին պահպանում ենք, սա ընդունված չի Աստծո մոտ։ Հիշեք մեկ կարևոր բան, ես ձեր մեղքը չգիտեմ, դուք իմ մեղքը չգիտեք, բայց մեկը կա, ամեն բան գիտի, ամեն բան թափանցիկ ու մերկ է նրա առաջին, ամեն բան գիտի, և եթե ես այսօր ստեղ նստած եմ, որ այդ մեկը, որ է նայում է մեզ ու գիտի իմ ամեն ծածուկ մտածածներն ու գաղտնիքները, ես ավելի պետք է ամանչեմ ու ավելի պետք է իսկապես ապաշխարեմ իմ իրավիճակից, ոչ թե մտածեմ ես ինքս ինձ համոզեմ, որ կարևորը էսի չգիտի, էնի չգիտի, էնի չգիտի, կարևորը մարդիկ չգիտեն։ Ջեյմսը ինչ էր աղոթում ստեղից Աստծո ժողովուրդ, ինչ էր աղոթում, վերջի աղոթքը, որ երեխան խնդրեց խոնարհություն, հեզություն, humility, որ մենք եթե դա չունենանք, մենք շարունակենք խապված այսպես մարմնավոր հավատացյալների նման ապրել, որը որ Աստծո փառքը չի գործի նրանց մեջ։ Պողոս առաքյալը այս նամակը գրելից Տիմոթեոս, 2 Տիմոթեոսի մեջ, Տիմոթեոսին զգուշացնում է
այս խոսքերը հենց ամենասկզբից ասում է Տիմոթեոս, սա իմացիր։ Եկեղեցու առաջնորդն է, երիտասարդ տղա, ասում է Տիմոթեոս, սա իմացի, վերջի ժամանակներում չար ժամանակներ են գալու։ Չար ժամանակներ ինչի մասին էր խոսքը, հենց անմիջապես դրանից հետո թվյարկում է ինչն է լինելու, որ դա կոչվելու Աստծո աչքին չար, ինքնասեր, արծաթասեր, ցանկասեր, հասկանում եք, այս ամենը Աստծո աչքին զզվելի ու չար է։ Իհարկե աշխարհը սովորացնում է ինքդ առաջինը քեզ սիրիր։ Աշխարհը այդպես է սովորացնում, քեզ սիրիր, էգոիստ եղիր, առաջինը քոնը, հետո մյուսինը։ Դու գիտեք այն ինչ աշխարհն է սովորացնում, դա թշնամանք է Աստծո նկատմամբ։ Աշխարհը սիրողը չի կարող Աստծո բարեկամը լինել, անկասկած Աստծո թշնամի կլինի։ Դրա համար այսօր Աստված մեզ ասում է, այն ինչ քեզ աշխարհն է սովորացրել, ես այդտեղ չկամ։ Եթե դու դեռ շարունակելու ես դա փայփայել, շարունակի, որտեվ ես այդտեղ չկամ։ Տերը այդտեղ գործ չունի անելու, մինչև մեր եսը չմեռնի, մինչև մենք չսովորենք միակ ճշմարիտ սերը դա աստվածասիրությունն է, ամեն։ Մենք տեսնում ենք, որ այստեղ Տիմոթեոսին զգուշացնում է, որ սա իմացի վերջի ժամանակներում չար ժամանակներ են գալու եւ թվյարկում այդ բնավորության, այդ ձևավորումը, որ վերջի ժամանակներում այդ միշտ է եղել իհարկե, բայց ավելի է զարգանալու, ավելի շատ ենք մենք տեսնելու, այսինքն գնալով մարդկանց որակը ավելի փչանալու է։ Ինչ հետեք, նկատում եք դուք սա մարդկանց մեջ, ավելի է փչանալու մարդկանց որակը, տեսնելու ենք աշխարհի եւ մարմնավոր հավատացյալների մեջ այս սկզբունքները։ Եսակենտրոն, իրանց վրա, իմ համար, իմ փափուկ, իմ հանգիստը մեկը չկպնի, դրանից հետո կօգնեմ աղքատներին, ես կանեմ, Աստված դա չի ընդունում։ Աստված ասաց, եթե դու քո խաչը չվերցնես ու իմ հետևից չգաս, դու ինձ արժան չես։ Եվ այստեղ ես համոզված եմ, որ բոլորս ուզում ենք ոչ թե ամբողջ լինենք Հիսուսի համար, այլ փափագում ենք իր աշակերտները, չէ՞ լինենք Աստծո ժողովուրդ, որովհետև Հիսուս իր գաղտնիքները կիսվում էր աշակերտների հետ, ոչ ամբողջի հետ։ Ամբողջին չէր ասում, ես գնում եմ, երրորդ օրը ես կլինի, no, ինքը քարոզ էր տալիս, բայց գաղտնի բաներ կար, ինքը տալիս էր, հայտնում էր մենակ աշակերտներին։ Քանիսս ենք փափագում աշակերտ լինելու այստեղ։ 5-րդ համարում նայեք ինչ է զգուշացնում Տիմոթեոսին, ուշադիր լսեք, ասում է աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից հետ քաշվեք։ Բայց խի մենք հավատացյալ ենք, մնանք նրանց հետ եւ շարունակենք նրանց համար աղոթել, Հիսուսից բարի ենք փորձում երևալ, մնանք նրանց հետ աղոթենք, նրանց հետ ընկերություն անենք, որ կարողանանք նրանց հետ մի օր արթնացնենք։ Ուշադիր լսեք, եթե մեկ Աստծո տան մեջ նստած Աստծո խոսքը լսում է ու չի արթնանում, դու նրան չես կարող արթնացնես։ Իսկ ինչու է Պողոսը Տիմոթեոսին ասում է, հետ քաշվեք դրանցից, այդ սուտ մարմնավոր հավատացյալներից։ Ինչ է ասում հետ քաշվեք, որովհետև գրված առաջի Կորինթացիս 15:33 համարում ասում է, մի խաբվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Սա իմ խոսքն է միշտ եղել երեխաներից մեծացնելուց, մանավանդ Մայքլից միշտ ասել եմ, Մայքլ ջան, լավ ընտրիր ընկերներդ ով են, որովհետև եղել է, որ լսել եք դուք այսպես թեմաներ, որ հայրը լավն է, խելոք մարդ, մայրը լավն է, երեխաներին աշխատել են, իրանց ամենալավագույնը դրել ու մեծացել են, լավ դաստիարակություն են տվել, հանկարծ այդ երեխաները փչացել են, հանկարծ այդ երեխաները շեղվել են, հանկարծ այդ երեխաները գնացել են թմրամոլության մեջ, գնացել են ավազակության մեջ, սխալ կյանքերի մեջ։ Ինչու՞։ Որովհետև չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Եվ ես ասել եմ, դրա համար իմ հույսը այն չի, որ ես լավ մեծացել եմ, բավական է, գիտեն, ոչ, եթե իրանք կողք ունենան չար ընկերներ,
մի օր այդ ընկերների չար բարքերը իրանց վրա ազդեցություն ունենալու եւ ոչ ոք թող ինձ չասի որ նման բան գոյություն չունի ես երբ որ առաջ նոր էինք դեռ նշանվել 18 տարեկան ես ու Արմանը նոր էինք դեռ իրար հետ միշտ ասում էի ընկերներդ լավը չեն չէի սիրում հիմա այդ տղաներն ինձ լսում են շատերը քարոզով բայց գիտեն որ Աստծո փառքի համար եմ վկայում չեմ եք արա չվկայեմ ասում էի լավը չեն որտեղ կռիվ կա որտեղ բան կա անդադ քեզ տեղ են կանչում որտեղ գիտեն դու դուխով ես դու ուրիշ ձև ես ինձ ասում են եթե ես չուզեմ ընկերներս չեն կարա մենք հիմա հասկանում ենք դու չուզես էլ պրինցիպներ կա մանավանդ եթե դու տղա ես որ սենց պրինցիպի կգցեն ու դու ուզես չուզես դա անելու ես մենք աղջիկներս ենք պրինցիպի ընկնում ու անում ուրա մնաց հա անցած օրը փոքր տղայիս հետ մի հատ դեպք պատահեց որ ասացի զգուշ եղես ինչ բանը չանես մամ դու գիտես ես հոգևոր եմ ես Աստծո հետ եմ քայլում Սուրբ Հոգին ինձ չի թողի անեմ գնաց ու էդի արեց Եվ հետո երբ որ զանգեցի ասացի Անտոնի արագ ես քշե չգիտեմ ավտոնա ֆրցրե ինչ արե ասի է տենց բան ես արե մամա ասում է սատանան խափեց ինձ այդ տղա ասում եմ ես քեզ նախորոք զգուշացրել էի որ ընկերներդ հետդ են դու դա կանես հասկանում եք ամեն ժամանակ որ vulnerable որ մենք կարանք մեր չար ընկերության պատճառով փչանանք տակարանանք որտեղ միշտ չար մարդիկ իրենց առաջարկներով գալու են քեզ միշտ որտեղ իրանք ունեն առաքելություն անելու դա այդ թշնամու կամքն է կատարելու դրա համար զգուշությամբ ընտրի ում հետ ես շփվում ով է քո կողքիդ ընկերը եւ մի ընտրի մարմնավոր հավատացյալ ընտրի հոգեվոր հոգու մեջ մեկը որ քեզ կծեցի քեզ կջարդի քեզ կխոցի քեզ գավազանով կծեցի բայց քո հոգին միշտ կպահի Տիրոջ հոգու մեջ թույլ տվեք կենտրոնանանք այս 5 սիրո հատկությունների վրա այս հատվածը մեզ եկեղեցուն շատ հզոր ահազանգ է որ կա կործանարար սուտ սիրո հատկություններ որից զգուշանալ է պետք Աստծո ժողովուրդ ջան որից զգուշանալ է պետք հետաքրքիր երբ որ խոսում էի մեկը որ իր եսը իր հանգիստը չի փնտրել ու ուրիշի համար իր կյանքը դրել է այտենց ասեմ ու մի անգամից նայում եմ իմ նանայիս ու նայում եմ ինչ հավատարիմ մարդիկ են որպես ընկերներ իհարկե կողքինները նույնպես բայց իր քայլը ես բան եմ տեսել իր մամայի քայլ եմ տեսել բան եմ տեսել ոչ բոլորը դա կանեին ու ես երբ որ տեսա ես ինձի կարևոր չէր ինքը Աստծո խոսքը լավ գիտի թե քիչ գիտի ինձ կարևոր էր ինքը սիրտ ունի Աստծո հետ քայլելու ինքը ունի սիրտ որ կարա իր կյանքը դնի ընկերոջ համար ինքը ունի սիրտ որ կարա ամենա իր եսը ջարդի ու փչացնի ինչա ընկերոջը փրկի սա գեղեցիկ է եւ սա երկու կողմանյա եւ սա գեղեցիկ է այս օրերին չկա տենց բան պինդ բռնեք Պին բռնեք, եթե կա ձեր մեջ դա ամեն, ես չուզեցի իմ ու Ռոզի օրինակը տալ, որտեվ սաղ արդեն ասում են, դու Ռոզին ոնց որ գլու եղած ընեք իրար, դու Ռոզին, Մելանին, գլու եղած ոնց որ նեկը, տենց եկա, բայց ես գլու եղած եմ բոլոր իմ հոգևոր ընտանիքին, որովհետև հոգևորը այնքան գեղեցիկ է, այնքան անուշ հոտագալի հոգևորի վրից, ուզում ես ժամերով նստես նրա կողք ու չես հոգնում, որտև ինքը որ խոսում է դու Հիսուսին ես լսում։ Եկեք փառք տանք մեր Տիրոջը։ Եկեղեցի ժամանակն է վերանայենք մեր արժեքները, ամեն։ Այս վերջի ժամանակների այս կեղծ ազատության տակ ավելի է զարգացել այս կործանարար հատկությունները։ Սաղ preach են անում freedom, it's false freedom։ Ասում են ազատ եմ, ինչ ուզեմ կարամ անեմ, ուզեմ կծխեմ, ուզեմ կխմեմ, ուզեմ կուռեմ, ուզեմ drug կանեմ, կուզեմ մարդ կսպանեմ, կուզեմ սրա հետ ընկերություն կանեմ, նրա հետ կան, ազատ եմ, արդեն freedom է բոլորի մոտ։ Թույլ տվեք ասեմ, որ դա իրական ճշմարիտ թակարդն է, ոչ թե freedom-ը։ Եթե դու ամեն ինչ քեզ կարաս թույլ տաս անես, ուրեմն դու freedom-ի մեջ չես։ Հակառակը դու թշնամու այդ թակարդի մեջ ես, որ հələ չես նկատել, դա իրականում թակարդ է։
Այն մարդը, որ ամեն ինչ կարա անի ու չի անում, որ Հիսուսին փառավորի, այդ մարդը ազատության մեջ է։ Յուրաքանչյուր հավատացյալ, եթե չլինի Սուրբ Հոգու կառավարման տակ, հեշտությամբ իր մեջ գլուխ կբարձրացնի այս գարշելի, այս պատուղները թշնամու, որոնք ինքնասեր, արծաթասեր, հպարտ։ Լսել եք այդ ծնողներ, որ իրանց երեխեքին ասել են, միշտ գլուխդ բարձր, հպարտ եղիր։ Հա? Կան? Իմ պապաս էլ մեզ ասել, միշտ հպարտ եղեք, այն ինչ որ կաք ու ինչ որ ունեք, ամեն ինչում հպարտ, ձեզի բարձր պահեք։ Բայց մեր իրական ճշմարիտ հոգու հայրը, որ նրա համար ամենակարևորը մեկ բանա, նա մեզ ասում է, միշտ խոնար եղեք։ Ասում է, որտև հպարտին հակառակ եմ կենալու, բայց եթե խոնարվես, խոնարին շնորհք եմ տալու։ Ինքը խոնարներին է բարձրացնում, հպարտներին ինքը տալի ու գցում է։ Հա? Խոնարհությունը մեծ շահ ունի, հպարտությունը մեծ սարսափելի կորուստ ունի, որը որ մենք յուրաքանչյուրս պետք է խուսափենք։ Ճշմարիտ սերը թողած, որը աստվածասիրությունն է, որը որ կհիշեք Հիսուսը Մատթեոս 22:30 համարում ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն, ամբողջ մտքով, սրտով, ամբողջ քո անձով, սիրիր նրան»։ Սովորեցնում էր աստվածասեր եղիր քո կյանքում։ Ցավոք սրտի մարդիկ շեղված այս պատվիրանը իրենք իրանց վրա վերագրած ապրում են, սիրում են իրանց ամբողջ մտքով, սրտով ու անձով։ Իրանք բոլորը իրանց այդոլներ են տեսնում, եւ սա կուրքապաշտություն է, երբ որ դու քո անձը միշտ ճիշտ ես տեսնում։ Եթե դու քո անձը միշտ սիրում, գեղեցիկ, լավն ես տեսնում, դու արդեն կուրքապաշտության մեջ տառապում ես։ Առաջի տեղը այդտեղ պետք է ազատագրվես դու։ Ամեն բան ինչ Աստված ստեղծել է մեր կյանքում, դա կլինի մեր տեսքը, մեր բնավորությունը, մեր ամեն ինչը, ամեն բան պետք է միայն ու միայն փառք բերի մեկին։ Հիսուս Քրիստոսին, ամեն։ Այսօրվա քարոզի վերնագիրը Սուրբ Հոգին հիշեցրեց Հիսուս Քրիստոսի խոսքերը, կհիշեք, երբ որ Հիսուս ասաց, ես ավելի լավա գնամ, որ մխիթարի չգա Սուրբ Հոգին, ով որ ձեզ կմխիթարի, կառաջնորդի, եւ մի բան ասեց կհիշեցնի իմ խոսքերը ձեզ։ Եվ այսօր Սուրբ Հոգին հիշեցնում է իր եկեղեցուն, իր ժողովրդին, իր ծառաներին, իրեններին ասելով. ես ձեզ օրինակ տվեցի։ Ես ձեզ օրինակ տվեցի։ Գիտեք, Աստված ոչ միտեղ չի ասում հետևեք քրիստոնյաների օրինակներին։ Ոչ միտեղ։ Ասում է հետևեք Քրիստոսի օրինակին։ Ամեն։ Հովհաննես 13:15-ից եմ այս համարը վերցրել, ասում է, որտև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույնը անեք։ Պատմությունը այսպես էր, Զատիկի տոնից առաջ էր, հետաքրքիր այսօր քարոզը գրել եմ եւ ասացին հաղորդություն ունենք եւ լրիվ իրար հետ է կապված։ Քարոզը լրիվ կապված է այն հաղորդության հետ, որ այսօր ընդունելու ենք։ Տերը թող ընդունելի անի, յուրաքանչյուրիս մոտեցում այս գեղեցիկ հաղորդությանը։ Ասում է Զատիկի տոնից առաջ էր, Հիսուսը գիտեր, որ իր ժամը հասել է, այսինքն Աստծո ծրագիրը կատարել էր արդեն, գնում էր հոր հետ լինելու։ Եվ Զատիկի վերջի ընթրիք ուզեց իր աշակերտների հետ մեկտեղ հավաքված ընթրիք անի, եւ ինքն էր իր աշակերտները մեկտեղ հավաքված էին։ Ընթրիքի ժամանակ ժողովուրդ ուշադիր լսեք, շատ օրինակներ կարող եմ տալ Հիսուսից, ինչեր ունենք մենք իրանից սովորելու, բայց ստեղ ամենամեծ դասն ենք քաղելու։ Ընթրիքի ժամանակ նա արդեն գիտեր, որ սատանան մտել է Հուդայի սիրտը, որ նա գնալու է եւ իրեն մատնի, այսինքն դավաճանի, իրեն ծախի։ Հիմա ուշադիր լսեք ինչ է կատարվում։ Աստծո ժողովուրդ, Հիսուս գիտեր, որ իր ընտրած, իր աշակերտած առաքյալը մի քանի ժամ հետո իրան դավաճանելու է։
Սեղանի շուրջ նստած ու գիտեր Հուդան ընդ նստած ինքը իրան դավաճանելու է։ Քանիսս այսօր եկեղեցով հավաքվում ենք, իմանանք մի հատ այնտեղ դավաճան կա նստած մեր մեջ, մի 1000 անգամ թարս չենք նայի դրան։ Գոնե ով ասեց, մանուկ աղբերս ընդեղից ասում է կծեցենք էլ, ճիշտ է ասում։ Մենք մարմնավոր կարձագանք ենք, չենք դիմանա, դավաճան մեր մեջ նստի։ Հասկան մեկ ինչ եմ ասում։ Եվ այնտեղ Հիսուսը նստած էր։ Եվ Հուդան իր հետ այդ նույն սեղանին նստած էր։ Գիտեք ինձ ինչն է ապշեցնում։ Գիտեք ինչից եմ ես շոկի մեջ, իրոք չեմ կարող, հետաքրքիր 16 տարի է կարդում եմ Աստվածաշունչը, բայց այս քարոզը գրելուց մի հատ մի բան, որ այսից մի տեսակ ինձի խանգարեց այդ միտքը։ Մարմնա, այդ մարմնի մեջին իր արձագանք արեց, գիտեք ինչը։ Հիսուս գիտեր, որ իր ընտրած առաքյալը իրան դավաճանելու է, բայց իր վերաբերմունքը չփոխվեց դրա հանդեպ։ Նստած է սեղանին, Հուդան իր առջևը, Հուդային էլ է հաց առաջարկում, Հուդային էլ է գինի առաջարկում, եւ այդքան է հերիք չի, որ ամենավախենալուն է, իջնում է ծնկի Հուդայի ոտերն է լվանում։ Ես այդպես չէի ասի ձեր տեղը լինեի։ Ինչ Աստծո ենք մենք պաշտում, եւ ձեզ չթվա Հուդայից մենք ավել ենք, նույն դավաճանները մենք ենք։ Այսօր անպայման չի 30 արծաթով դավաճան ենք, ընկերուիս, որ իմանա ես հավատացյալ եմ, ինձ ձեռ կառնի, լավ, թող չիմանա, դավաճանություն չի։ Լավ են սեղանին, որ նստում եմ, այդտեղի տղեկը մի քիչ ապերոտ տղեկ են, իրանց մոտ չասեմ հավատացյալ եմ, ամոթա, դավաճանել չի, քանիսը տղաներ, որ գնում եք սեղան եք նստում, ռեստորաններում ձեր ընկերների հետ, քանիսը եք ամանչում Հիսուս խոսակավ, քանիսը եք ամանչում ասել, ես հոգևոր անձ եմ, Քրիստոսի աշակերտ եմ։ Սրանք էլ է դավաճանություններ, որ լսում ենք Պետրոսի դավաճան, այդ ինչ արեց այդ Պետրոսը, այդքան տարի, 3 տարի Հիսուսի հետ քայլեց, այսօր 10 տարվա քայլածն է Հիսուսին թողում հեռանում։ Կամ այդ Հուդայի արածը, ես այդտեղ նեի դրանք սպանեի, մի հատ էլ Հուդա մենք ենք, հələ թող մի հատ դանակը դնեն մեր վզին, հələ թող մի հատ զենքը դնեն մեր ճակատին, քանիսս կմնանք նրան հավատարիմ։ Տեսնում եք, որ մենք տկար ենք, իր շնորհքն է, որ մեզ պահում է, իր շնորհքն է, որ մեզ ողորմում է, իր շնորհքն է, որ մեզ տանում է այս դժվար ճանապարհի միջով, որ չի թույլ տալի մեր կարողությունից ավել փորձվենք, որովհետև սիրում է անսահման սիրով։ Հիսուս անաչառ սիրով է սիրում բոլորին, տարբերություն չի դնում, վերաբերմունքը չփոխվեց, աչքովունքով չհասկացեց Պետրոս այդ կողքինդ, կամ Հովանես, այն ցախ կողմինը տենում ես, էտա, ասում եմ մինչև վերջի վարքյան աշակերտները չգիտեին ով է դավաճանը իրանց մեջ, սաղ իրար վրա էին կասկածում, իրանք իրանց մեջ չգիտեին ով է դավաճանը, ով է իրան 30 արծաթով ծախելու, ով է իր հավիտենությունը ծախելու, չգիտեին, մինչև որ Հուդան ինքը իրան ծախեց, ինքը իրան մատնեց, ինչ արեց, Հիսուս ասաց, ով որ իր ձեռքը սկավառակի մեջ կմցնի, դա է ինձի դավաճանելու, եւ Հուդան ձեռը մցրեց սկավառակի մեջ, ինքը իրան մատնեց, եւ գիտեք ստեղ ինչն է, գեղեցիկը այն է, որ Հիսուսի վերաբերմունքը հավասար էր, դավաճանի եւ արդարի նկատմամբ, բոլորի, բայց ոչ միայն աշակերտները գլխի չէին ընկնում, որտեղ Հիսուսը հավասար էր բոլորին վերաբերվում, այլ նաև Հուդան էր լավ խաղում, մինչև ինքը իրան մատնեց, չար մարդիկ միշտ իրանց խայտառակելու են, էդի հիշեք, չարը, որը Աստծունը չի, իրան խայտառակելու է միշտ, դու պետք չունես իրան ապացուցես, որ ինքը չար է, ինքը իր վարքերով իրան կխայտառակի, բայց Հուդայի խաղալը, ինչ գեղեցիկ խաղում էր,
մինչև որ արդեն սաղ գլխի ընկան, թե Հուդա, դու ես մեր մեջի դավաճանը։ Գիտեք, գեղեցիներում շատ ենք չէ լսել, հովիվը էս սխալ ունի, հովիվը են սխալ ունի, հովիվի երեխեքը խելոք չեն, հովիվը էսա, հովիվը էնա, շատ ենք չէ լսել, մանավանդ այս վերջի ժամանակները վավշե հարգանք չկա հովիվների նկատմամբ, մարդիկ, որտեվ այս սկզբունքներով են ապրում, որտեվ իրանց մեջ ձևավորվել այս մարմնավոր չար այդ էությունը եւ ցավոք սրտի նայեք ինձի, հովիվներին են մեղադրում, իհարկե ես չեմ խոսում ընդհանուր, որտեվ շատերը կան, որ ինքնակոչ հովիվներ են, կամ մի քիչ շատ են արդեն եկեղեցին մեծանում հպարտանում են, կան այդ իրավիճակները, չեմ հերքում, անցած օրն էի խոսում, թե Տերը ինչպես էր հանդիմանում, բայց ստեղ ուշադիր նայեք, ամենաբարի հովիվը Հիսուսն էր, 5000-ը դավաճանեց գնաց, 12 աշակերտների մեջ Հուդան դավաճանեց գնաց, ամենաբարի հովիվի հետ են վատ վարվել, որ չուներ մի սխալ, բայց սխալ էին էլի հանում, սա մարդկային են կեղտոտ, մի տեսակ սենց բռնված հոգին է մարդու, որ էլի մի բան ման կգա բարի մեջ էլ, Հիսուս շատ կոպիտ ես խոսում, մարդիկ գայթակվում են, գնում են, Հիսուս ասեց ուզում եք, դուք էլ հելեք գնացեք, հետաքրքիր է չէ, որ Հիսուսին դա չէր հետաքրում, Հիսուսը, այն ինչ որ ասեց Աստծո խոսքում, ասեց այն ինչ բարի է մարդկանց աչքին, չար է Աստծո աչքին, այն ինչ չար է մարդկա, հակառակը, մի խոսքով մոռացա ինչ ասում, հակառակը, բարին չար է մարդկանց աչքին, չարը բարի է Աստծո աչքին, որ մարդիկ կարծում էին չար է, երբ որ Հիսուսը խիստ էր խոսում, բայց արի ու տես, Հուդան դավաճանեց Հիսուսին, ընթրիքից ստեղ մի բան է կատարվում այդ ընթրիքի ընթացքում, հենց այս նույն հաղորդությունն էին ունենում, ընթրիքի ժամանակ Հիսուսը վերակենում, մի քայլ, որ անկրկնելի է, մի քայլ, որ էլի ապշեցուցիչ է, մի քայլ, որ անհասկանալի է, վերակենում, ասում հանդերձը վայրա դնում, ղենջակը առնում է իր մեջքին, ջուրը կողքին է ածում ու սկսում է անհատական իր աշակերտների ոտքերը լվանալ։ Գիտեք, էսի են ոտքերը չի, որ այսօր մենք բոլորս համակուր ենք, չէ, բոլորս brand name կոշիկներով, սենց լավ, շատ, այն ժամանակները սանդալներ էին հագնում և ամբողջ տեղերը ման էին գալի այդ ցեխի, այդ կեղտոտ վայրերում ու նրանց ոտքերը կեղտոտ էր, բայց խորհուրդը հոգևոր առումով, որովհետև ոտքերը թափառում է աշխարհում կեղտոտվում է եւ Հիսուսը ծնկի էր եկե ու լվում էր նրանց ոտքերը եւ սա տենալով Պետրոսը գայթակվեց էլի դու ինչու ես լվում մեր ոտքերը Հիսուսն է նրան պատասխանեց ասելով ինչ որ ես անում եմ դու հիմա չես հասկանա Տերը հիմա բաներ անում որ մենք չենք հասկանում ամեն եկեղեցի բայց ասում է հետո կհասկանաք Ռուզան քույրս, եթե կարելի է այսին կմիացնես, խնդրում եմ։ Պետրոսը նրան ասաց, դու իմ ոտքերը չես լվա, գիտեք այստեղ ինչներ խոսում։ Պետրոսի մեջ դեռ եսներ խոսում։ Պետրոսի մեջ դեռ ամոթներ խոսում են, որ իրա եսը դեռ հլը ապրում է իրա մեջ։ Հիսուսն է պատասխանեց, ասաց Պետրոս, եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես։ Պետրոսը հասկացավ ինչ է Տերը իրան ասում եւ նրան ասաց Տեր ոչ թե միայն ոտքերս այլ նաեւ ձեռքերս ու գլուխս է լվա եւ Հիսուսը նրան պատասխանելով ասաց լվացածին պետք չի բացի ոտքերը որովհետեւ թափառում ենք մենք աշխարհում հիշում եք Մովսեսին Աստված ինչ ասաց սարի վրա նենց սենց խալի է չի է սարի վրա երբ որ Մովսեսը պետք է Աստծո ներկայության մեջ գա ասաց Մովսես Կոշիկները թանի նոր արի իմ ներկայության մեջ, որտև այս տարածքը, որ դու կկանգնես, սուրբ է։ Մենք մինչև աշխարհի այդ մեր ոտքերի այդ կեղտոտ վայրերը, որտեղ մեր ոտքերն ամես պետք է հանենք, որ կարողանանք սուրբ վայրը մտնենք, Տիրոջ ներկայության մեջ մտնենք, ամեն։
Այստեղ Հիսուսը շատ կարևոր հայտարարություն է անում եւ սա մեզ է վերաբերվում, այսօր էլ հաղորդություն ենք ունենում։ Հովանես 13:13 համարում ասում է դուք ինձ վարդապետ եւ Տեր եք ասում։ Ստեղ ովքերս ենք ասում Տեր եւ վարդապետ մեր Հիսուսին, բոլոր ողջ եկեղեցին, լավ եք անում ասում է, որովհետեւ որովհետեւ ես եմ հենց վարդապետը եւ ձեր Տերը։ Եթե ես Տերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է իրար ոտքեր լվանաք։ Ոտքեր լվանալ հենց այն չի, թասը բերեմ հենց հատուկ ոտքերը, հոգևոր առումով արիքա։ Եթե կողքիդ քրոջը ցավացրել ես, շուռ արի ու նրա ոտքերը լվա ներողություն ասելով, դա է ոտքեր։ Եթե կողքինին թարս ես նայել, ներողություն ասա։ Եթե մեկը քեզ ցավացել է, գրկի նրան եւ ասա ներում եմ քեզ։ Այս հաղորդակցությունը միմյանց հետ իրար ոտ լվալու պետք է լինի իրական ու ճշմարիտ։ Չպետք է լինի ձևական, ոտքերը լվաս 2 րոպե կամ հաղորդություն ես վերցնում առանց ներելու, ասում է կհիվանդանաք, պատիժ կբերեք ձեր վրա, ձեր սերունդների վրա, առանց ներելու մոտենաք Տիրոջ այս հացին ու գինին, որը խորհուրդն այրա, կոտրված մարմնի եւ թափված այրան։ Դրա համար մենք ինքներս մեզ պետք է քննենք։ Այս խոսքերով Հիսուս ուզում է փչացնի աշակերտների մեջ եսը, այդ եսակենտրոն իրավիճակը եւ նաեւ ինչու ոչ, այսօր է մեր մեջ ուզում է Տերը այս վերջի չար ժամանակների ես դարի եկեղեցու ներսում, մարդկանց ներսում ուզում է փչացնի այս հատկությունները, եսակենտրոն, ամեն մարդ իրա վրա կենտրոնացած վիճակը, որտեղ Աստվածապաշտությունը դու քո վրա չես կարող մենակ կենտրոնանալ, դու քո վրա կենտրոնացի, որ դու պտուղ տաս, բայց ուրիշի վրա կենտրոնացի քեզնից ավելի բարձր դիմացինին դասի, որ ձեռք ու ոտքը լինես Քրիստոսի հասնելու նրանց ամեն ժամանակ, ամեն։ Հիսուս ուզում է մեր մեջ ձևավորի աստվածասիրության հատկանիշներ, որը կսպանի մեր եսը, ինչից էլ ծնվում է մնացած չարիքները, որոնցից ամենադառը կործանարարը հպարտությունն է, հպարտ մարդու հետ Աստված գործ չունի։ Դա անբուժելի հիվանդության պես մի բան է, որովհետև եթե ես մեղք գործեմ այսօր, եթե ես գողանամ, ես վաղը կզգամ, կզղջամ ու կապաշխարեմ, բայց եթե իմ սիրտը հպարտանա, հպարտ մարդը իրան սխալ չի տենում, դրա համար է հպարտանում։ Եթե դու քեզ միշտ ճիշտ ես տենում, այդ ժամանակ կամանց layer by layer քո սիրտը հպարտության է քեզ տանում։ Վերջում սենց հանկարծ քեզ նայում ես ու տենում ես, ուզում ես Աստծո աթոռին հասնես։ Աստված հպարտի հետ գործ չի անում։ Հովանես 13:15 համարում, այս համարը ինչ որ հիմա կընթերցեմ, Հիսուս խորը խորհուրդ է տալիս աշակերտներին։ Հիմա լսողները, հասկացողը կհասկանա, չհասկացողը էլի չի հասկանա։ Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ անեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տերիցը մեծ չի, ոչ էլ ուղարկվածը մեծ է իրան ուղարկողից է։ Եթե այս իմանաք, երանելի եք, թե որ այս անեք։ Հիսուսը մեզ ասում է, ձեզ օրինակ եմ տվել։ Օրինակ ա տվել յուրաքանչյուրից, որ հետևենք իրան եւ ապրենք իրան նման խոնարհաբար։ Գիտեք, գրված ասում է, Հիսուսը իր անձը խոնարեցնում էր։ Յուրաքանչյուրս մենք մեր անձը պետք է խոնարեցնենք, ամեն։ Առաջի Պետրոս 2:21 համարում ասում է, որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ եւ ձեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Յուրաքանչյուրիս ձգտումը պետք է լինի Տիրոջը նմանվել։ Հիսուսը իր ուսմունքներում ընդգծեց իր օրինակին հետևելու կարևորությունը ոչ միայն խոսքով, գործերով, որ իր ամեն մի գործը մեր համար համ խոսքա, համ կյանք, համ օրինակ։
Մենք մարդիկը ժամանակ առ ժամանակ կտկարանանք ու կսայթակենք, բայց մեկը կա, որ կատարյալ օրինակ է եւ երբեք չի սայթակում, երբեք չի տկարանում, դա մեր Փրկիչն է։ Ամեն։ Օրինակները, որոնք էին Հիսուսի, եկեք մեկ անգամ եւս հիշենք նրա կյանքը։ Նրա կյանքը բնութագրում է անսահման սիրով սիրեց մարդկությանը։ Եկեք քննենք մեզ, քանիսս դրա մեջ կանք։ Ժողովուրդ, լսում եք։ Նրա կարեկցանքը մարդկանց նկատմամբ ողորմած էր, ցուցաբերեց կատարյալ բարություն, զոհաբերություն, հավատարմություն, անձնուրացություն, ազնվություն, նա պատրաստակամորեն զոհաբերեց իրան հանուն ինձ եւ քեզ։ Նա հավատարիմ էր եւ ամուր մնաց իր սկզբունքներին։ Գիտեք, երբ որ մենք սայթակում ենք, մեր խոսքը մեր համար արժեքա զրկվում է։ Հիսուսի խոսքերը արժեք ուներ։ Երբ որ նա ասում էր այո, այոն այո էր։ Եթե նա ասում էր ոչ, ոչը ոչ էր։ Իսկ այսօրվա մարդկանց, որ տենում ես, այնքան սուտ են խոսում, որ իրանց խոսքը արժեքա զրկված է։ Էլ արդեն հոր արև, մոր արև, տատու արև, ցեղի արև, մոր արև, երեխու արև, սաղի արև է, երթում են էլի չես հավատում, որտեվ արդեն իր խոսքը արժեքա զրկված է։ Ծիծաղում են սաղ։ Այնքան սուտ խոսած, այնքան սուտ բաներ հորինել, որ արդեն գիտես, նայում ես գիտես, մույսն էլ սուտ ըննելու, արժեք չունի։ Բայց Հիսուսի խոսքերը արժեք ունի։ Դրա համար Հիսուս մեզ սովորացեց, ասեց, այս սկզբունքները ձեր մեջ թող ձևավորվի եւ թող ձեր այոն ըննի այո, ոչը լինի ոչ, էլ մի երթվեք հորս արև, մորս արև, երեխուս արև, որտեվ երթումը նույնիսկ ամենամեծ մեղքն է, որտեվ դու այդ անձին չես ստեղծել։ Մարդիկ այնքան սուտ երթումներ են կերել, պտուղ են խաղում ու չեն էլ իմանում այդ ինչ պտուղներ են խաղում։ Երեխաները թաղեմ երեխուս, թե այտենց բան եմ արի, ասում են, մեկը տենում է սիրոք, գնաց, այդ ցանածը դարավ պտուղ իր կյանքում խաղեց։ Ժողովուրդ սա որ ասում եմ ծիծաղալու համար չի, սա ցավ է, սա լաց է, սա սուք է, որ մարդը կարա նման ձևի ապրի երեխու վրա երթումներ ուտելով կամ ծնողների որևէ մեկի։ Նա օրինակ թողեց մեզ, նրա խոսքը արժեք ուներ։ Քանիսս ենք ուզում մեր խոսքը արժեք ունենա։ Եթե ասեմ սա է, իսկ այսօր ինչ ասես ուզում ես մեկի համար չեն հավատում, որտեղ միտեղ կարող մի փոքրիկ սայթակում է սարե, փոխիր անձդ, կառուցվիր Սուրբ Հոգով, լցվիր, եսդ թաղիր, խաչիր, ջնջիր, ոչնչացու, թող Հիսուսը լույս տա քո մեջից, ամեն։ Փիլիպեցիս 2:3, ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով, թող մեկը մույսին իր անձից ավելի լավը համարի։ Շուրարի կողքինիդ ասա դու ինձնից լավն ես։ Ամուսիններին եմ ասում ու դու տենաս ոնց են սենց թարսած ինձ նայում, յանի լավ կանայք, դուք ֆրացեք, շուր եկեք ձեր ամուսինեն, ասեք դու ինձանից լավն ես, որպեսզի շահենք իրանց, ահա ապրեք, այտենց, ընդեղ արդեն կռիվ գնաց, լավ, մի ասեք, լռեք մինչև մտնեք հոգու այդ տարածքի մեջ, մի ասեք, բան մի ասեք, լռեք։ Նաև Հիսուսը բախվեց հսկայական մարտահրավերների, հալածանքների, մեղադրանքների, դավաճանությունների, էլ եմ ասում, մեկ անգամ չէ, երկու անգամ, 3, 4, 10, անընդհատ է դավաճանել են Հիսուսին, իր հետ եղած ժամանակ եւ իրանից հետո ժամանակ, սակայն նրա վերաբերմունքը չփոխվեց մարդկանց նկատմամբ, նա շարունակեց մարդկանց հարգել։ Գիտեք, նոր մի քիչ առաջ մենք այստեղ աղոթքի մեջ էինք, հետևում երեխեքը իրար տվին։ Ես չգիտեմ, ստեղ առաջնորդ եմ, թե վազեի հետև, բայց գնացի ու այդ իրար տվողներից մեկն էլ իմ տղան էր։ Ուշադիր նայեք ինչ եմ փորձում ասեմ։ Մեր փոքրերին պիտի սովորացնենք իրանց եսը խաչեն,
որովհետև հենց այս տարիքից է իրանց մեջ ձևավորվում է դի։ Նայում աչքերիս մեջ, ասում եմ, Անտոնի, ինչի ես այդպես, մամ, դու գիտես, ես երբեք սխալ չեմ։ Կներես, հետո ա քեզ խաբել։ Այս Արման ասում է ես, ուրեմն հեր ու տղապտի ապաշխարեն է դարձում։ Ժողովուրդ ամենամեծ մեղքն է, երբ որ դու քո երեխուն թևեր ես տալիս, որ ինքը գնա դեպի թշնամու ճանապարհ։ Իրա թևերը սատանայի ճանապարհից կտրիր, թող Տերը աճեցնի նոր թևեր, որ կսլանա դեպի երկինք, որ կգնա Տիրոջ հետևից, որ կփառավորի Տիրոջը, որ կմեծարի Տիրոջը, որ իր անձը կխոնարեցնի, որ այնքան կխոնարվի, որ կասի ես եմ մեղավորը, իրանք չեն, որ դիմացնին չէ։ Հասկացաք ինձ, այնքան բարդ է, որ մեկը կանգնի ու մեղքի իրա վրա առնի։ Միայն մեկին եմ ճանաչում տենց, դա Հիսուսն է։ Լինելով արդար, կանգնեց եւ ասեց, այս մարդկությունը չի մեղավոր։ Այդ մարդկության մեղքը առավ իր ուսերին ու գնաց խաչը, ասաց, հայր, ես պատրաստ եմ, որ այս մարդկության մեղքերի գինը վճարեմ, մեր եսի, մեր էգոիստ իրավիճակների, մեր ամեն պղծության մեղքերի գինը վճարեց խաչի վրա, եւ այսքանը հերիք չի ուշադիր նայեք ստեղ ինչ քայլ անում, որ յուրաքանչյուրս պետք է սովորենք, այսքանը հերիք չի, խաչի վրա գանված, իրեն խաչողները արջևում, ներքևում կանգնած, ինքը խաչի վրա գանված արունակամ լինելով, ասում է հայր ներիր սրանց, չեն իմանում ինչ են անում, վեր կացեք,